քարոզարշավի ընթացքում։ Քարոզարշավը գնահատում եմ լավ, խոչընդոտների գրեթե չեմ հանդիպել։ Միակ խոչընդոտը իշխանությունը, գործող ուժը, քաղաքական ուժը սկսել է պատերազմ մեր լուսանկարների դեմ։ Բոլոր ընդդիմադիր գործիչների, քաղաքապետի թեկնածուների լուսանկարները պատվոտում են, մնում է միայն իրենց լուսանկարները, եւ մենք վնաս մեզ նորից կպցնում ենք մեր նկարները, դա ժամանակի կորուստ է տանում, բայց մենք ժամանակն էլ գիշերով կանենք, ցերեկով կանենք, անձև լինի թե քամի, դա մենք անելու ենք, մենք խնդիր չենք տեսնում, ինչքան դուք մեր լուսանկարները պատվեք, մենք լուսանկարները փակցնելու ենք։ Այս պահին գործող քաղաքական ուժը Վարշապատ համայնքում պատերազմ է հայտարարել զինվորական համազգեստով լուսանկարի դեմ, որը որ սահմանում ադրբեջանցիները կռվում են մեր զինվորի դեմ, իսկ Վարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պատերազմ է հայտարարել հայոց բանակի սպայի լուսանկարի դեմ։ Պարոն Մեխակյան, դուք հայտարարել եք պատերազմ, նաև բանակի, դուք հայտարարել եք պատերազմ, նաև բոլոր ընդդիմադիր ուժերին, քանի որ դուք իշխանության չեք գալու, քանի որ դուք արդեն իսկ պարտվել եք, դուք բոլոր վարչական լծակներն օգտագործելով համայնքապետերին, համայնքապետարանի վարորդներին, աշխատակիցներին, մարզպետին, մարզպետի աշխատակազմին, վարորդին, եթե ունի անվտանգության պետ, անվտանգության պետին, դուք ձեր վարչական ռեսուրսները բոլորը օգտագործում եք ձեր քարոզին, բայց դա ձեզ չի ստացվելու, որովհետև Վարշապատ խոշորացված համայնքի եւ Վարշապատ քաղաքի բնակիչները բոլորն էլ տեսնում են, բոլորն էլ գիտեն, ես ձեզ չեմ վստահում։ Քաղաքացիների տրամադրվածությունը ինչպես է գնահատում։ Քաղաքացիների տրամադրվածությունը լավ եմ գնահատում, բայց վախի մթնոլորտում են, որովհետև բոլոր ընդդիմադիր ուժերի բարեկամներին, ծանոթներին, ընտանիքի անդամներին ազատում են պաշտոններից, վախեցնում են, մարդիկ վախենում են լուսանկարվել, տեսանկարահանվել, առանցին տեսախցիկներից դուրս բոլոր իրենց հարցերը բարձրացնում են եւ Վարշապատ համայնքը հիմա գտնում է վախի մթնոլորտում իշխանական ուժերի կողմից։ Քարոզարշավի մասին ինչ կասեք։ Առաջին հայացքից դասական քարոզարշավը ինչով է տարբերվում։ Մեր քարոզարշավը նկատում եք։ Մենք զինվորականներ ենք, մեր կուսակցությունը կազմված է մեծամասնությունը զինվորականներից։ Մենք գիտենք օրենքի կետը պահպանել, մեզ թույլ չենք տալիս որևիցե մեկի վիրավորելու կամ արհամարելու։ Դասական ոճով է, ես լինի թե քամի, թե անձրև, թե կարկուտ էլ գա, մեր քարոզարշավը իրականացվելու է։ Մենք չունենք շատ մեծ գումարներ, մեր գումարը, մեր բյուջեն համեստ բյուջե է, ծախսվում է բյուջեն մեր բուկլետների, պաստառների վրա եւ դրանով ենք մենք տարբեր։ Մենք չունենք մեծ էկրաններ, մենք չունենք, եթե դուք նկատել եք, ամբողջ Էջմիածին քաղաքը պատված է մեծ պաստառներով քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, որը դա իրականացվում է մեր հարկերի, մեր մուծած հարկերի, որ պետք է գումարը ծախսվել մեր քաղաքի բարեկեցության համար, բայց տնտեսվել է, ծախսվում է բուկլետների, իրենց պաստառների, իրենց շտաբների, ամեն փողոցում քաղաքացիական պայմանագիրը ունի շտաբներ բացած, ամեն համայնքում ունի շտաբ, բայց մեր շտաբը ունենք մեկ շտաբ Էջմիածին քաղաքում, համեստ շտաբ է, մենք մեզ շռայլություն թույլ չենք տալիս, մենք ի գործ, ինչպես սկսում ենք քարոզարշավը, իշխանության հանդես գալու ժամանակ, մենք նույն ձևով, համեստ ձևով, մենք աշխատելու ենք մեր քաղաքացիների հետ, լծվելու ենք աշխատանքի ի բարօրություն մեր համայնքի բնակիչներին։ Հայրենիք կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը հայտարարություններ տարածել եւ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է քննարկելու քարոզարշավում միմյանց նկատմամբ որոշակի խաղի կանոնների պահպանման եւ առանձնացվող խնդիրների արագ արձագանքելու մեխանիզմները։ Առաջինը ես եմ պատասխանել պարոն Մանուկյանի հրավերին, ես մասնակցելու եմ նման քննարկմանը եւ հարգանք որ ասացիք, մեր թիմը ինձանից սկսած մենք բոլորս հարգում ենք մեր մրցակիցներին, անգամ ես մի քանի անգամ աղբամանից հանել եմ մեր մրցակիցների լուսանկարները, փակցել եմ պատին եւ երեք մեր Աննան նորից նույն միջոցառումը իրականացրեց։ Մենք այդպես ենք տարբերում, մենք չենք արհամարհում մեր մրցակիցներին, բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։
Քանի։ Շնորհակալություն։ Բայց որ խնդրեմ